Հասեղային էպիլյացիայի սարքավորումները եվրոպական երկրներում, Ամերիկայում, Կանադայում ձեռք բերելու համար պետք է կամ անպայման իրենց մոտ կրթություն ստանաս, որ սարքը քեզ վաճառեն, կամ պետք է ունենաս լիցենզիա կամ բժշկական կրթություն կախված տվյալ երկրից։ Բայց Հայաստանում, Ռուսաստանում վաճառքը ազատ է, ով ուզում է կարող է ձեռք բերել։ Փաստորեն միգուցե սրանով է պայմանավորված անարդյունավետ ճակերտավոր էլոսը, անարդյունավետ ասեղային էպիլյացիան, որ գնացի, քանի ամիս, տարի, քանի շերտ լսում ենք էլի, արեցի օրինակ ասեղային էպիլյացիա, վերքեր մնացին, պիգմենտներ առաջացան, բայց մազը այդպես էլ չվերացավ։ Այսպիսի դեպքեր մենք հիմա շատ ենք վկա լինում։ Ես չեմ կապում սարքավորումների հետ, ես կապում եմ գիտելիքի հետ։ Լավ, այդ դեպքում ինչ գիտելիքի պակաս ունեն մասնագետները, եթե չի ազդում մեթոդը։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանում, կոնկրետ Հայաստանի վրա օրինակը բերեմ, չկան դպրոցներ մազահեռացման, որտեղ են սովորում մասնագետները։ Այն կենտրոններում, որտեղ որ վաճառվում է սարքը։ Իսկ նման տեղեր շատ մակերեսային ուսուցումը։ Ներողություն եմ խնդրում, եթե ես գրագետ հայերենով չեմ խոսում, պարզապես ես փորձում եմ մասնագիտական ինֆորմացիան տալ։ Այո, կարևոր դա է։ Այն կենտրոններում, որտեղ որ սարքը վաճառվում է, ես ունեցել եմ մասնագետ, էլոս, ով հաճախորդ է եղել ասեղային էպիլյացիայի, ամբողջ մարմինը ասեղային էպիլյացիային կանում։ Երբ որ ես հարցրեցի ինչու եք դուք ձեր դեմքը էլոս արել, ինձ ասում եք, գիտեք, երբ որ ես սարքը գնում էի, ինձ ասել են, այս սարքը այնքան լավն է, բազմաֆունկցիոնալ է, որ մենք կարող ենք նույնիսկ դեմքի մազերից ազատվել։ Ես հավատացել ու փորձել եմ ու արդյունքում ունեցել է ավելի շատ մազեր, քան սկզբանե ուներ։ Ինչի եմ սա պատմում, որովհետև մարդիկ վստահում են նման շուկային, նման խանութներին, որտեղ որ վաճառում են, իրանց ասում են, գիտեք, այս սարքը այս հնարավորությունները ունի։ Դե բնականաբար վստահելու են ու արդյունքում սխալ կիսատ-պռատ գիտելիք է ստացվում։ Չեն կենտրոնանում մազի կառուցվածքը, մաշկի կառուցվածքը, մազի աճի փուլերը ամենակարևորներից մեկը, ինչով որ պայմանավորված է, թե ինչ ինտերվալով անել տվյալ մազահեռացումը, մազի տեսակները, որ մենք ունենք իսնե աղբամազեր, ունենք թաղանթային մազեր, ունենք տերմինալ մազեր, որոնք մարմնի տարբեր հատվածներում եւ այլն, այսինքն նման խորացված գիտելիք չեն ստանում, մակերեսային տվյալ ինչպես որ ասում են սեմինարներ, նման ֆորմատի կարճ դասընթացներ, արդյունքում կիսատ-պռատ են աշխատում, արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ցանկացած մասնագետ կարողանում է ասի, սա իմ տեխնիկան է։ Յուրահատուկ մեթոդ է։ Հատուկ մեթոդով ենք անում։ Մեզ սարքը շատ լավն է, բայց ոչ մեկ չի բարձրաձայնում։ Ես ունեմ գիտելիք։ Ես լավ տիրապետում եմ, ոչ մեկ դրա մասին միայն գովազդում եմ, այս սարքով եմ աշխատում, այս սարքով եմ աշխատում, այս նյութով եմ աշխատում, բայց չի ասում, ես այս գիտելիքը ունեմ։ Ես կարող եմ ինձ թույլ տալ նման տեսակի մազերի հետ այս տեխնիկայով աշխատել։